այդ ֆիլմի մեջ գալիս է process-ը հասնում է մինչև անկախության հռչակագիր։ Անկախության հռչակագիրը հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար ատելի մի բան է։ Դատարանը որոշել է, որ անկախության մեր ճանապարհը հանրային հեռուստաընկերության սեփականությունն է, ու ֆիլմի հեղինակը Տիգրան Պասկևիչյանն այն չի կարող ցուցադրել։ Օրինակ YouTube-ով ու հրապարակային այլ աղբյուրներով էլ չի կարող հանրությանը հասցնել։ Իրանք դիմել են, որ ինձ արգել են, որ ես այդ փոքր լսարաններում էլ չկարողանամ ցուցադրել։ Ֆիլմը վավերագրողին է պատվիրել հանրային հեռուստաընկերությունը, անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ, որ ցուցադրեն 2020-ին։ Դա խոսում է նրա մասին, թե քայլ առ քայլ ոնց է Հայաստանի Հանրապետությունը անկախացել, ոնց է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ 4 միլիոն դրամ են վճարել ու 2020-ից հանրայինի արխիվում է։ Փաշինյանի իշխանության վերջին 6 տարվա ընթացքում ոչ մի անգամ ֆիլմը չի ցուցադրվել։ Այս ֆիլմը եթե Նիկոլ Փաշինյանը նայ, ինքը կընկնի խոր դեպրեսիայի մեջ, թե ինքը ինչա քանդել։ Հայաստանի անկախության ճանապարհի մասին ֆիլմը ինչու պատվիրատուն չի ցուցադրում։ Հեղինակին այս տարիների ընթացքում չեն պարզաբանել։ Պասկևիչյանն ասում է 2023 թվականին նամակ է գրել, առաջարկել, եթե ցույց չեն տալիս, պայմանագիրը վերանայեն ու ինքը սեփական միջոցներով ցուցադրի։ Որևէ պատասխան չեկավ այդ նամակին, ոչ այո, ոչ մի բան։ Պասկևիչյանն անցած տարի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում է ցուցադրել, մի քանի անգամ նաև փակ սրահներում փոքր խմբի համար։ Հանրայինում իմացել են ու դիմել են դատարան, ոչ թե հեղինակային իրավունքի պաշտպանության, այլ գույքի նկատմամբ սեփականությունը դատարանով հաստատելու, ասում է հրապարակախոսը, ու հիմա նրան դատարանով են արգելում, որ ֆիլմի կրիչը գրպանից հանի։ Իրանք դիմել են գույքային իրավունքի համար։ Դա կոչվում է իրանց գույքային իրավունք։ Դա իրանց գույքն է այդ ֆիլմը։ Ես իրանց համար աթոռ եմ արտադրել, տվել եմ, որ իրանք նստեն։ Ու ես իրավունք չունեմ այդ աթոռին նստել։ Ես մտածում եմ ուղիներ այդ ֆիլմը հանրությանը հասցնելու համար։ Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Սա Փաշինյանի ուղերձների սպասարկումն է։ Անկախության ճանապարհի մասին ֆիլմը հանրայինում կողպելը պատահական չէ, վերևից ցուցում է ու պարտադիր չէ, որ դա լինի ուղիղ հրահանգ, ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Նիկոլ Փաշինյանի ուղերձներն են դրա մասին հաստատում։ Ադրբեջանի հետ խաղաղության պատրաստվող վարչապետը 2 շաբաթ առաջ հրապարակային զգուշացրեց, անկախության հռչակագիրը պատերազմի կրակ է։ Ենթադրենք իրանք այտենց ահավոր ծարսափի մեջ են Ալիևից, թող ցույց չտան։ Բայց ես կարող եմ տանել այ համալսարանից մի քանի այս վերջի դատական նիստը դեռ չէր եղել, ինձ զանգում են, ասում են ուզում ենք հրավիրենք ձեզ, բերեք այդ ֆիլմը ցույց տաք մեր ուսանողներին։ Ես ասում եմ կներեք, չեմ կարող, որտեվ ես հիմա դատի մեջ եմ այդ հարցում։ Ջերմեռանդորեն են որոշել ծառայել այս Ալիևյան իշխանությանը։ Տիգրան Պասկևիչյանը համոզված է, հենց իշխանության գրաքննության հետևանքն է, որ ֆիլմը արգելեցին նաև հրապարակային այլ հարթակներում ցուցադրել։ Իրանք որոշել են բրեժնևյան մեթոդներով իրանց խնդիրները լուծել, դա չի հաջողվի, նախ որովհետև հիմա բոլորովին ինֆորմացիոն բոլորովին այլ իրավիճակ է, եւ երկրորդը դա չհաջողվեց նաև սովետական միության նման հզոր երկրին։ Չի հաջողվում, դա աշխարհում փորձված բան է։ Ֆիլմն արգելված չէ, Պասկևիչյանի մեղադրանքներին արձագանքել է հանրային հեռուստաընկերության տնօրենը։ Հովհաննես Մովսիսյանը պարզաբանել է, թե գրաքննության մասին խոսք չկա, պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել, հեղինակը ֆիլմը չի հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում։ Եթե 2020-ի օգոստոսին չի հասցրել հեղինակը, ինչու հաջորդ տարիներին չեն ցուցադրել անկախության մեր ճանապարհը։ Հովհաննես Մովսիսյանը սրան չի անդրադարձել, պարզաբանել է, թե ինչու են դիմել դատարան։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ հանրայինի թույլտվության, եւ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով հանրայինը դիմել է դատարան պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։ Որ բոլորը իրավիճակը գնահատեն, ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակներ են քննարկում, հայտարարել է հանրային հեռուստաընկերության տնօրենը։ Իսկ ինչու հեղինակի գրաքննության պնդումները չեն հերքում հենց հանրայինի եթերում ֆիլմը ցուցադրելով։ Հովհաննես Մովսիսյանը այս մասին ակնարկ անգամ չի արել։ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարփինյանն էլ այս հարցին չպատասխանեց։ Հրապարակախոսի պնդումները ժխտեց, թե մեր օրերում գրաքննություն գոյություն չունի։ Դա իր վատ երևակայության դրսևորումն է, դա իր երևակայության փայլատակումն է եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Նույնիսկ ինձ համար ծիծաղելի է հնչում այդ գրաքննություն ասված բառը։ Մենք չմոռանանք էլի ինչ իրականության մեջ ենք ապրում։
Տիգրան Պասկևիչյանը համոզված է ֆիլմի թեման է խնդիրը։ Եթե հանրայինը ժամանակավրեպ էր համարում, թող չարգելեր այն ուրիշ հարթակներում էլ ցուցադրել։ Ըստ հրապարակախոսի, Փաշինյանն արգելում է ամեն ինչ, ինչ իր կարծիքով խանգարում է իր դիվանագիտությանը։ Սա թող լավ իմանան, եթե իրանք ժամանակին հասարակագիտական կրթություն չեն ստացել, թող լավ իմանան, որ ցանկացած ճնշում հանգեցնում է հակառակ էֆեկտի։